Իշխանությանը քաղաքական կամք է պետք Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու համար։ Արցախի նախկին ՄԻՊ-ը համաձայն չէ պնդումների հետ, թե իշխանությունը գերիներին վերադարձնելու համար քայլեր անում է, բայց դրանց մասին չի հայտարարում։ Նիկոլ Փաշինյանը անձամբ, որոշ պատգամավորներ, այլ քաղաքական գործիչներ կամ պետական պաշտոնյաներ երբեմն գերիների վերաբերյալ հատկապես անվանական կերպով բավականին վտանգավոր հայտարարություններ էին անում, քաղաքական գնահատականներ, իրավական գնահատականների ակնարկներ եւ այլն, եւ դրանով իրենք արդեն վնասել են մեր գերիներին։ Բաքուն շարունակում է դատական շոուն, որովհետև հստակ պլան ունի։ Եթե իշխանությունը գործուն քայլեր կատարեր ու միջազգային հանրության վրա ազդեր, ապա գերիների հարցով միջազգային կառույցները ոչ թե չեզոք, այլ հստակ դիրքորոշում կարտահայտեին։ Գերիների հարցը ըստ Բեգլարյանի խաղաղության պայմանագրի կնքման համար պետք է նախապայման լինի։ Քանիցս Նիկոլ Փաշինյանը անձամբ ասել է, որ իրենք չեն ուզում բախումնային տրամաբանության մեջ մտնել Ադրբեջանի հետ, այդ թվում Արցախի ժողովրդի վերադարձը պահանջելիս, մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջելիս, Արցախի ժողովրդի մասնավոր հանրային սեփականության պաշտպանությունը պահանջելիս, գերիների վերադարձը պահանջելիս եւ բազմաթիվ այլ պահանջներ, որոնք ի դեպ բխում են նույն Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանի առնվազն 23 թվականի նոյեմբերի 17-ի հրամանից։ Բեգլարյանի խոսքով 2023-ից հետո Հայաստանի դիվանագիտական օրակարգում Արցախի ու գերիների վերադարձի հարցն առաջնահերթություն չի եղել։ Եթե իրավական լծակներ չեն կիրառվում, ճնշում էլ չկա, առաջընթաց չի կարող լինել։ Բեգլարյանն ահազանգում է, եթե Հայաստանը տեղի տա Ադրբեջանի պահանջներին ու հետ կանչի միջպետական գանգատները միջազգային ատյաններից, Բաքուն նոր նախապայման կդնի։ Գանգատներից հրաժարումն առաջին հերթին վնասելու է գերիներին։ Հացադուլի 9-րդ օրը ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց, բայց հրաժարվել է բուժվել։ Թանդիլյանն անտեսել է բժիշկների հորդորը մնալ հիվանդանոցում ու ստանալ անհրաժեշտ բուժում ու նույն օրը վերադարձել Ազատության հրապարակ, հացադուլը շարունակելու։ Թանդիլյանը ծայրահեղ քայլի է դիմել հաջակցություն Բաքվի դատարանում շինծ ու հոդվածներով դատվող Ռուբեն Վարդանյանի, այդ կերպ աշխարհի ուշադրությունը սևեռելով Ալիևի վարչակազմի հայերի դեմ իրականացվող ապօրինությունների վրա։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։